հներին դեմ, նորերին դեմ, բոլորին դեմ եմ քաղաքացիական նախաձեռնությունը, փաստացի արդեն պետք է դառնա կուսակցություն, որպեսզի այն գաղափարներն ու մտքերը, որը ուզում եք դառնա իրականություն, կյանքի կոչեք ընտրությունների շնորհիվ։ Ով է ձեր վարչապետի թեկնածուն։ Վարչապետի թեկնածու մենք կունենանք այն ժամանակ, երբ որ դա օրենքով պարտադիր ժամանակահատվածին հասնենք, այսինքն երբ որ ուժերը առաջադրում են վարչապետի թեկնածուներ, եւ ինչի ենք մենք այդ պահը հետաձգում, որպեսզի հնարավորինս լայն ընտրանոց ընտրվի այդ մարդով, որ կկատարի օրակարգը։ 400-ից ավելի անդամ ունեցող բոլորին դեմ եմ շարժումում հիմնականում երիտասարդներ են, շատերը հանրությանն անծանոթ։ Հանրային քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը վստահ է, սա խնդիր չէ, կարևորը օրակարգն է, որի շուրջ հավաքվել են անգամ գաղափարական տարաձայնություններ ունեցող մարդիկ։ Իսկ օրակարգում 3 հարց կա՝ ընտրություններում հաղթելու դեպքում կազմել 100 օրվա կառավարություն, կատարել 3 անհրաժեշտ փոփոխություն, այնուհետև ինքնալուծարվել եւ արտահերթ ընտրություններ կազմակերպել։ Գոյություն ունեցող խաղի կանոնների պայմանում մենք ինչ ընտրություն էլ կատարում ենք, համակարգը ընտրվածին վերածում է թագավորի, հետո մենք մեր կյանքն ու երիտասարդությունը վատնում ենք թագավորներից ազատվելու երկարատև ու հյուծող պայքարի վրա։ Ոչ մեկ չի ասում, որ գալիս է որպես թագավոր, այդ հետո է դառնում թագավոր։ Իհարկե, եւ դա համակարգի կանոններից է։ Դուք հետո չգա եւ թագավոր չեք դառնա։ Երաշխիքը այն է, որ մենք նախատեսում ենք 100-օրյա կառավարություն, որը ընդ որում իր օրակարգերը կատարելու համար կախվածության մեջ է լինելու նաև ազգային ժողով անցած մյուս ուժերի քվեարկությունից։ Այդ պայմաններում, երբ որ կա բալանսներ, հակակշիռներ, 100 օրում թագավոր դառնալ հնարավոր չի։ 100 օրում մենք կանենք մեր որոշած խոստացած փոփոխությունները, դրանից հետո կազմակերպվեն նոր արտահերթ ընտրություններ, որին ի դեպ չի մասնակցի այդ 100-օրյա կառավարությունը։ Խոստանում են հանել կայուն մեծամասնությունը, իջեցնել ընտրական շեմը հասցնելով 1%-ի։ Իդեպ Միքայել Նահապետյանը խորհրդարանական վերջին 2 ընտրություններին մասնակցել է քաղաքացու որոշում կուսակցության կազմում։ Այս ուժը 2 դեպքում էլ անցողիկ շեմը չի հաղթահարել։ Բևեռացված քաղաքական համակարգում պոպուլիզմի պայմաններում միշտ հաղթելու է նա, ով որ այտենց շատ բարձր է հայոյում, ով որ կարում է ընտրողին ներկայացնի, որ այ մենք կկործանվենք, եթե դուք չգաք ինձ ընտրեք։ Իսկ այդ խոսակցությունը միշտ չի, որ ճշմարտության մասին է 1, ու միշտ չի, որ լուծումների մասին է 2։ Մենք առաջարկում ենք ունենալ նորմալ պարլամենտ, որտեղ կան գերիշխող քաղաքական հոսանքներ եւ ալտերնատիվ կարծիքներ, որոնք կարան այդ գերիշխող հոսանքներին բերեն ինչ-որ մի քիչ այլ ուղղությամբ, կառուցողականության ուղղությամբ, լուծումներ գտնելու ուղղությամբ։ Եթե գերիշխող հոսանքները չգնան այդ ուղղությամբ, իրանք աճացնելու են բոլորին դեմեմի կոմպոնենտը։ Փետրվարի 1-ին կգրանցեն բոլորին դեմը որպես կուսակցություն։ Քաղաքական նպատակին հասնելու դեպքում 3-րդ խոստումը կլինի հաջորդ ընտրություններում արդեն ավելացնել բոլորի դեմեմ քվեաթերթիկը։ Հիմնավորումն այն է, որ նախորդ 2021-ի ընտրություններում շատերը բոլորին դեմ էին, բայց ստիպված քվեարկեցին մի որևէ փոքր ուժի օգտին, արդյունքում ձայների մոտ 20%-ը փոշիացավ։ Նահապետյանի խոսքով բոլորին դեմեմը կարող է ծառայել այդ ձայների կենտրոնացմանը։ Փակուղի չէ սա արդյոք, եթե հաղթում է բոլորին դեմը։ Բոլորին դեմեմ քվեաթերթիկը մահակա քաղաքական համակարգի դեմ, որպեսզի քաղաքական համակարգը իմանա, որ պետքա աշխատել քաղաքացու հետ ու հանուն քաղաքացու, որպեսզի հանկարծ քաղաքացին չբարկանա, չգա քվեարկի բոլորին դեմեմ ու չստեղծի խնդիրներ քաղաքական դաշտի համար։ Այդ փոփոխության արդյունքում մենք ունենալու ենք հեզ, խոնարհ ու ժողովրդին ծառայող քաղաքական ուժեր, որովհետև հակառակ դեպքում քաղաքացիները գալու են ու խառնեն բոլոր քաղաքական ուժերի պլանները։ 100 օրում համակարգային փոփոխություններն իրատեսական են համարում, իսկ որն է երաշխիքը, որ սա նախ հերթական նախընտրական խոստումը չէ եւ որ 100 օր հետո իսկապես ինքնակամ կհեռանան։ Երաշխիքը բալանսներն է, որովհետև այդ կառավարությունը հենված է լինելու պարլամենտի բոլոր ուժերի քվեարկությունների վրա կամ առնվազն ուժերի մեծ մասի քվեարկության վրա, խախտել խոստումները, կորցնել հանրային աջակցությունը, նշանակում է շատ ուղիղ հայտնվել փակուղում։ 8 տասնյակ ֆինանսական աջակցող ունեն։ Իրեն ինքնալուծարվող կուսակցություն կոչող քաղաքական ուժի անդամ Միքայել Նահապետյանի խոսքով շարքային քաղաքացիներն են, որոնց թիվը դանդաղ, բայց աճում է։ Քաղաքական համագործակցության առաջարկներ երիտասարդներին, ասում է, չեն եղել։ Իրենք էլ իրենց 100 օրվա օրակարգից դուրս կապեր չեն փնտրում։